Բարի լույս, սիրելի ժողովուրդ, վերջին տարիներին ես հաճախ եմ խոսում հավասարակշռված եւ հավասարակշռման կամ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության մասին եւ նաեւ տարբեր առիթներով փորձում եմ նկարագրել, թե ինչպես է աշխատում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը եւ նաեւ այսօր ուզում եմ ավելի տեսաների ցույց տամ այն ինչ ելույթներում տեսական ձևով ներկայացնում եմ ընդհանրապես պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ որպես գոյություն ունի, այսինքն պետություն ինքնին նշանակում է միջազգային հարաբերությունների սուբյեկտ եւ ինքը գոյություն ունի այլ պետությունների հետ հարաբերություններում եւ հարաբերությունների ձգողականությունը եւ ձգողականության հավասարակշռումը շատ կարեւոր է, դա ես համեմատում եմ տիեզերական process-ների հետ, երբ որ մոլորակները եւ երկնային մարմինները որոշակի գravitացիոն հարաբերությունների հենքի վրա են գոյություն ունենում եւ գործում, եւ երբ որ գravitացիոն հարաբերությունները խախտվում են եւ հավասարակշռությունը խախտվում է, տեղի են ունենում աղետներ եւ ահա այս սարքը ես խնդրել եմ, որ պատրաստեն մեր հարգելի ինժեներները եւ շնորհակալ եմ, որ պատրաստել ենք եւ ահա պետությունը, Հայաստանի Հանրապետությունը իմ պատկերացմամբ գոյություն ունի այս հարթության մեջ, որը այլ պետությունների հետ հարաբերությունների հարթությունն է։ Եվ ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ որևէ դեպքում այդ հավասարակշռությունը խախտվում է, այսինքն անհամաչափ մեծ հարաբերություններ տեղի ունենում։ Այդ հավասարակշռությունը խախտվում է եւ պետությունը դուրս է ընկնում իր զարգացման բնականon տրամաբանությունից կամ այլևս չի ունենում այն հարթությունը, որը հնարավորություն կտա իրեն բնականon ձևով զարգանալ։ Եվ երբ որ մենք ունենք նման վիճակ, քաղաքական խնդիրը եւ պետության եւ կառավարության եւ առաջնորդության խնդիրը այդ հավասարակշռությունը որոշակիորեն հավասարակշռման խախտումը որոշակիորեն վերականգնելն է, մասնավորապես տարբեր հարաբերությունները մեկը մյուսով հավասարակշռելու, որը հնարավորություն կտա մեզ նաեւ լինել զարգացման բնականon հունի եւ բնական հարթության մեջ եւ ուզում եմ ընդգծել, որ այս ինչի մասին խոսում ենք, մենք ասում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն, դա վերաբերվում է արտաքին բոլոր հարաբերություններին, արտաքին տնտեսական հարաբերություններին, արտաքին անվտանգային հարաբերություններին եւ սովորաբար արտաքին քաղաքականության մեջ այլ երկրների հետ հարաբերությունները իրենք ունեն շատ կոնկրետ գործնական նշանակություն։ Հավասարակշռել այն տեղերի հետ հարաբերությունները, որտեղ հավասարակշռությունը խախտված է։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ երևույթ էլ ցույց տամ, որը շատ կարեւոր է, որտեղ մենք տեսանք, թե հավասարակշռությունը անհամաչափորեն խախտված լինելու դեպքում, երբ որ հարաբերություններից որևէ մեկի նժարը շատ էականորեն ծանրանում է, ինչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում անկում, տեղի է ունենում վթար, բայց նաև հակառակն է շատ կարևոր, որովհետև եկեք պատկերացնենք, թե այդ հավասարակշռության վիճակից հետ հավասարակշռում է տեղի ունենում նույն տրամաբանությամբ անհամաչափորեն։ Նույնը տեղի է ունենում այդ պարագայում եւս եւ հետեւաբար հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը չի նշանակում որևէ բան անել կտրուկ եւ առանց բանաձևումների եւ հետեւաբար եւ հավասարակշռության հաստատումը եւ հավասարակշռության վերականգնումը եւ նոր հավասարակշռության ձևավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս սահուն, որպեսզի դրանք լինեն կառավարելի եւ այլ տիպի հակավթարներ տեղի չունենան։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել եւ ինչպես
օրինակ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսին մենք ցույց տվինք, այն ինչ դուք տեսաք, դա ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռման շատ նուրբ եւ զգուշ հավասարակշռման արդյունք էր եւ ընդ որում մենք ցույց տվեցինք շուրջ 7 երկրների արտադրության ռազմական տեխնիկա, բայց նաեւ մենք ցույց տվեցինք Հայաստանի արտադրության ռազմական տեխնիկա, սպառազինություն եւ դա նույնպես հավասարակշռման կարևոր էլեմենտ եւ ատրիբուտ է, ընդ որում այդ թվում արտաքին քաղաքականության հավասարակշռման կարևոր ատրիբուտ, որովհետեւ որոշ տեխնոլոգիաներ եւ որոշ սարքավորումներ, կոմպոնենտներ, որոնցով արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում սպառազինություն, որը այսօր արդեն սկսել է արտահանվել զարգացած երկրներ, ահա այդ տեխնոլոգիաներին հասանելիությունը մենք ստացել ենք հավասարակշռված քաղաքականության, հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականության արդյունքում։ Մենք առաջիկայում եւ ընդհանրապես այս ընթացքում նույնը անում ենք տնտեսական քաղաքականության ոլորտում եւ նաեւ շատ կարեւոր է, որ առաջիկայում մենք տնտեսական բոլոր ուղղություններում կարողանանք ձեռք բերել հավասարակշռություն կամ իրադրությունը հնարավորինս հավասարակշռել եւ այստեղ է, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը լրանում է, լրացվում է մեկ ուրիշ բանաձևով, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն էլի ես ուզում եմ բերել այդ շատ պարզ օրինակը, եթե մեզ ջուր է բերում 1 հոգի, պայմանական 4 լիտր ջուր է բերում 1 հոգի ամեն օր, այդ 1 մատակարարը ինքը կարող է օրինակ ճանապարհին վթարի ենթարկվել, օրինակ կարող է հիվանդանալ եւ չկարողանալ բերել այդ ջուրը, շատ ավելի վատ սցենարներ։ Այդ 1 հոգին կարող է հասկանալ, որ եթե ինքը այդ ջուրը չբերի կամ բերի ուշացումներով, դա շատ կոնկրետ ազդեցության լծակ է մեզ վրա եւ հետեւաբար նա կարող է անհամաչափ պայմաններ դնել մեր առաջ, որպեսզի մենք կարողանանք հասանելիություն ունենալ ջրին եւ դրանով իսկ կառավարել մեզ։ Եթե 2 հոգի են բերում այդ ջուրը, այսինքն ամեն մեկը օրինակ 2 լիտր, այս դեպքում այդ հավանականությունները 50%-ով նվազում են։ Եթե 3 հոգի են բերում այդ ջուրը, մենք եւ բաշխում ենք տարբեր բաշխվածությամբ, այստեղ տրամաբանությունն ընդհանրապես փոխվում է, որովհետեւ ընդհակառակը մենք ենք լծակ ձեռք բերում, որովհետեւ մենք ունենք հնարավորություն ընտրել, թե ումից ստանանք այդ ջուրը եւ մենք կարող ենք սկսել սակարկել գնի վերաբերյալ, մենք կարող ենք սակարկել մատակարարման ծավալների վերաբերյալ։ Եթե այդ ջուրը բերում է 4 եւ 5 հոգի, դա ընդհանրապես բացառում է որևէ ռիսկ մեր ջրի մատակարարումների, որովհետեւ եթե մի մատակարարի հետ մի բան տեղի ունենա, մյուս մատակարարը չարամիտ գտնվի, մենք հնարավորություն կունենանք այդ չարամտությունը ոչ միայն հաղթահարել, այլ այդ չարամտության համար պատժել մատակարարին ընդཐུպ մինչև նրանից մատակարարումներ ստանալը հրաժարվելու այդ պոտենցիալ որոշման պայմանական սպառնալիքի ներքո։ Սա է ընդհանուր առմամբ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, որը ելի եմ ասում, ինքը միայն դիվանագիտական արտաքին հարաբերությունների պարզապես դիվանագիտական ոլորտին չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր ոլորտներին՝ տնտեսություն, արտահանում, ներմուծում, անվտանգություն, ռազմատեխնիկական հարաբերություններ եւ երբ մենք օրինակ նույն արտաքին հարաբերություններում ունենում ենք իրավիճակներ, ունենում ենք դատարկ նժարներ, դա իր հերթին նույնպես առաջացնում է շատ էական ռիսկեր եւ անկայունություններ, այս է պատճառը, որ օրինակ 2022 թվականից հետո մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել երկրների հետ, որոնց հետ նախկինում դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել, խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի մասին է, եւ այսօր մենք աշխատում ենք լրջորեն
նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով եւ ես համոզված եմ, որ մենք կհասնենք այդ նպատակին, ինչը նշանակում է, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կհասնի իր լրումին նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար ունենալ նոր որակի պետություն։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այդ փաստի վրա, օրինակ եթե մենք Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, դա նշանակում է, այսինքն այդ նժարը դատարկ է, դա նշանակում է, որ ինչ որտեղ հարաբերությունները անհամաչափություն ունեն եւ հավասարակշռությունից դուրս են եկել եւ այդ հավասարակշռությունը վերականգնելու համար ոչ թե կմահաճույքի հարց, այլ մեզ հարկավոր է ունենալ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ եւ ընդհանրապես բոլոր պետությունների հետ, որովհետեւ ինչպես ասացի, պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է եւ գործում է եւ գոյություն ունի միջազգային հարաբերություններում հավասարակշռություն պահելու իր կարողությունների միջոցով եւ իր կարողությունների շնորհիվ եւ ահա հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ նոր որակի պետություն եւ այսօր մեր առանցքային խնդիրներից մեկը պետության վերելքը շարունակելն է եւ ունենալը նոր որակի պետություն եւ կարող եմ կարճ նաեւ նկարագրել թե ինչ նկատի ունեմ նոր որակի պետություն ասելով օրինակ այն որ մենք այսօր արդեն առաջիկա օրերին Հայաստանում բացվելու է արհեստական բանականության առաջին գործարանը Գագարին բնակավայրում Elevate ընկերության կողմից գիտեք որ Հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերությունը շուրջ 5 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացվում եւ առաջիկայում նրանց առաջին գործարանը նույնպես կբացվի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել որ նախորդ տարիներին մենք աշխատեցինք եւ այս տարի էր ոնց որ բացումը $10 միլիոն մենք Երևանի պետական համալսարանի համար ձեռք բերեցինք սուպեր համակարգիչը եւ առաջին սուպեր համակարգիչը եւ արհեստական բանականության կենտրոն ստեղծեցինք ուզում եմ հիշեցնել որ մենք 2017 թվականի համեմատ 2025-ին շուրջ 180%-ով ավելացրել են գիտության ֆինանսավորումը եւ գիտության ոլորտում աշխատավարձերը բարձրացրել ենք 100-ից 300%-ով եւ նաեւ այս քաղաքականությունների շնորհիվ է որ մենք այսօր ունենք նաեւ ռազմական արդյունաբերություն եւ նախորդ տարիներին 2021 թվականից սկսած մենք 170 միլիարդ դրամ ներդրում ենք իրականացրել ռազմաարդյունաբերական համալիրում եւ այսօր հաճույքով ենք արձանագրում, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքը ոչ միայն ծառայում է Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը, այլև դառնում է տնտեսության մի ճյուղ, որը առաջ է մղում մեր տնտեսությունը եւ արտահանման շուկաներ է ստանում այդ թվում զարգացած երկրներում։ Նոր որակի պետություն մենք նկատի ունենք նոր որակի այն դպրոցները, որ մենք կառուցում ենք Հայաստանի Հանրապետությունում, նոր որակի այն մանկապարտեզները, որ մենք կառուցում ենք Հայաստանի Հանրապետությունում, նոր որակի սոցիալական ապահովությունը, ես մասնավորապես նկատի ունեմ առողջության ապահովագրության համակարգը, որտեղ բացի աշխատողների համար գոյություն ունեցող հնարավորությունից, որը նույնպես շատ կարևոր է, մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ տարեկի թոշակառուները պետական բյուջեի վճարումների արդյունքում ստանում են նվազագույն անհրաժեշտ առողջապահական ծառայություն։ Ես նկատի ունեմ, որ այսօր մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը եւ այլն եւ այդպես շարունակ։ Նոր որակի պետություն ասելով նկատի ունեմ նոր որակի ճանապարհներ օրինակ Աշտարակ Գյումրի ճանապարհահատվածը, որը մենք բոլորովին վերջերս բացեցինք եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետեւաբար հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը էական եւ առանցքային գործոն է նոր որակի պետություն ունենալու եւ պետության անկախությունը ոչ միայն պաշտպանելու,
այլև զարգացնելու համար եւ գուցե ես միտքը կիսատ թողեցի, որպեսզի ամփոփ լինի, ասեմ նաեւ, որ հենց հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունների արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր հասանելիություն ունի ըստ էության ամբողջ միջազգային շուկային սպառազինությունների եւ նաեւ տեխնոլոգիաներին, որոնք այսօր բացառիկ նշանակություն ունեն տարբեր երկրների համար։ Օրինակ, այն տեխնոլոգիաները, որոնց արտահանման համար մենք լիցենզիաներ ենք ստանում կամ ներդրողները Միացյալ Նահանգներից, Հայաստանում այդ տեխնոլոգիաները ներդրելու համար շատ երկրներ այդ հնարավորությունը պարզապես չունեն։ Եվ այստեղ իհարկե էական նշանակություն է ունեցել այն, որ մենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել եւ այդ ռազմավարական գործընկերությունը տվել է իր պտուղները, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ մենք ստորագրեցինք նաեւ արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մտադրության հուշագիրը եւ այդ մտադրության հուշագիրը այսօր գետնի վրա կոնկրետ տվել է արդյունքներ։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Չինաստանի հետ, մենք ռազմավարական երկխոսություն ենք հաստատել Ֆրանսիայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, Նիդերլանդների հետ եւ ելի մի շարք գործընկեր պետությունների հետ եւ այդ ամենի նպատակը մեր երկրի անկախության մակարդակը, ինքնիշխանության մակարդակը բարձրացնելն է եւ պաշտպանելն է, միևնույն ժամանակ մենք էականորեն զարգացնում ենք եւ կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները եւ նաեւ ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետեւ այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Նաեւ ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով, այսինքն այսօր այդ ընտրությունը տեսական է եւ տեսական ընտրությունը հանրաքվեի դնել է իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ եւ հիմնավորված չէ։ Հետևաբար մենք կշարունակենք հանգիստ հանդարտ առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում եւ ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որը առաջիկայում կօգտագործենք։ Լավ եղենք, սիրում եմ բոլորիդ, այսօր մեր քարոզարշավը տեղի ունենալու Մալացիա, Սեբաստիա վարչական շրջանում եւ կհանդիպենք, մինչ հանդիպում։